Բուսական բջջում կարելի է տարբերակել 3 հիմնական բաղադրամասեր՝ ամուր ածխաջրային թաղանթը, բջջապատը, պրոտոպլաստը և ալկոհոլը։ Պրոտոպլաստը բջջի ներքին կենդանի պարունակությունն է, բացառությամբ բջջապատի։ Պրոտոպլաստի զգալի մասը կազմում է ցիտոպլազմայի զանգվածը։ Ցիտոպլազման բջջի կիսահեղուկ ներքին միջավայրն է, բացառությամբ այն կառուցվածքային միավորների, որոնք տեսանելի են լուսային մանրադիտակով։ Բջջապատը և ալկոհոլը բուսական բջջի պրոտոպլաստի կենսագործունեության արդյունք են։ Նրանք ձևավորվում են բջջի զարգացման զուգընթաց։ Ի տարբերություն կենդանական բջջի, բուսական բջիջներում բացակայում են ցենտրիոլները։ Կենդանական բջջում կարելի է տարբերակել պլազմային թաղանթը, նրանից դեպի դուրս գտնվում է գլիկոկալիքսը, կորիզը և ցիտոպլազման։ Ի տարբերություն բուսական բջջի, կենդանական բջջում բացակայում են պլաստիդները, ալկոհոլը և բջջապատը։ Էուկարիոտ բջիջների ցիտոպլազման իր կառուցվածքով միատարր չէ։ Այն ներառում է հիալոպլազման, մեմբրանային և ոչ մեմբրանային տարրերը։ Բջջի մեմբրանային բաղադրամասերն են նրա վակուոլային համակարգը կազմող էնդոպլազմային ցանցը, գոլջի ապարատը, լիզոսոմները, բուսական բջիջների վակուոլները, մեմբրանային օրգանոիդները, միտոքոնդրիումները և պլաստիդները, ոչ մեմբրանային կառուցվածք ունեն ռիբոսոմները, ցենտրիոլները, միկրոխողովակները, միջանկյալ ֆիլամենտները և միկրոֆիլամենտները։ Էուկարիոտ բջջում բոլոր նշված տարրերը համակցված են, կապված են տարբեր փոխներգործություններով և կազմում են մեկ ամբողջություն։ Ցիտոպլազմայում են գտնվում նաև ածխաջրային, ճարպային, սպիտակուցային բնույթի ներառուկները։ Կենդանի բջիջներին բնորոշ են բաժանումը, աճը, նյութափոխանակային գործընթացները, գրգռականությունը, շարժումները, մահը և այլն։ Կենսաբանական թաղանթներ՝ ցիտոպլազմա և հիալոպլազմա։ Բջջի ողջ ներքին պարունակությունը, բացառությամբ կորիզի, զբաղեցնում է ցիտոպլազման։ Էուկարիոտ բջիջների ցիտոպլազման իր կառուցվածքով միատարր չէ և ներառում է հիալոպլազման, մեմբրանային և ոչ մեմբրանային կառուցվածքները։ Մեմբրանային տարրերի թվին են պատկանում վակուոլային համակարգը, որը ներառում է էնդոպլազմային ցանցը, գոլջի ապարատը, լիզոսոմները, բուսական բջիջների վակուոլները և մեմբրանային օրգանոիդները, միտոքոնդրիումները և պլաստիդները։ Բջջի ոչ մեմբրանային կառույցներն են ցենտրիոլները, որոնք բնորոշ են կենդանական բջիջներին, ռիբոսոմները, միկրոխողովակները, միջանկյալ ֆիլամենտները և միկրոֆիլամենտները։ Բջջի բոլոր նշված բաղադրամասերը կապված են ֆունկցիոնալ առումով և մեկ ամբողջություն են կազմում։ Հիալոպլազման կամ ցիտոզոլը։ Հիալին նշանակում է թափանցիկ։ Ցիտոպլազմայի հիմնական օպտիկորեն միատարր զանգվածն է, այն ցիտոպլազմայի մատրիքսն է, նրա հիմնական պլազման։ Հիալոպլազման բավականին դյուրին է ստացվում դիֆերենցիալ ցենտրիֆուգման եղանակով։ Այս մեթոդով բջիջների հոմոգենատներից նստվածքների ձևով ստանում են բոլոր ծանր բաղադրամասերը, ընդհուպ մինչև ռիբոսոմներ։ Վերնանստվածքային հեղուկն այս դեպքում հենց ինքը ցիտոզոլն է, ցիտոպլազմայի լուծելի բաղադրամասը։ Էլեկտրոնային մանրադիտակով հիալոպլազման երևում է որպես հոմոգեն կամ մանր հատիկավոր նյութ։ Իր ֆիզիկա-քիմիական հատկություններով հիալոպլազման բարդ կոլոիդ համակարգ է, որի մեջ ներառված են տարբեր կենսապոլիմերներ, սպիտակուցներ, նուկլեինաթթուներ, պոլիսախարիդներ և այլն։ Այդ համակարգը ունակ է զոլ վիճակից անցնել գելի և հակառակը։ Հիդրոզոլը կոլոիդ համակարգ է, որում գերակշռում է դիսպերսիոն միջավայրը, լուծիչ ջուրը, իսկ նրա մեջ հավասարաչափ է դիսպերսիոն ֆազը՝ հեղուկի կամ պինդ նյութի մանրագույն մասնիկների ձևով։ Գելը դիսպերսիոն համակարգ է, որում դիսպերսիոն ֆազի մասնիկներն առաջացնում են տարածական կառուցվածքային ցանց, իսկ հեղուկ դիսպերսիոն միջավայրը լցոնում է նշված ցանցի ազատ մնացած արանքները։ Գելը պնդոտ մարմին է, ունակ է պահպանել իր ձևը, բնորոշվում է առանցքականությամբ։ Հիալոպլազմայի առանձին մասերը, կախված պայմաններից և բջջի ֆունկցիոնալ վիճակից, կարող են փոփոխվել։ Օրինակ, տուբուլին սպիտակուցի մոլեկուլները, որոնք ցրված են հիալոպլազմայում, որոշակի պահերին սկսում են հավաքվել և կառուցում են երկար միկրոխողովակներ։ Այս գործընթացը դառնալի է և կախված է պայմաններից։ Ճնշման բարձրացումը կամ բջջի մեմբրանների թափանցելիության փոփոխությունը հանգեցնում են նրան, որ միկրոխողովակները նորից տրոհվում են մինչև տուբուլիններ։ Նույն ձևով հիալոպլազմայում կարող են առաջանալ կամ տրոհվել սպիտակուցային մոլեկուլների ֆիբրիլային թելանման կոմպլեքսները։ Հիալոպլազմայում զգալի տոկոս են կազմում տարբեր գլոբուլային սպիտակուցները, որոնց մոլեկուլներն առաջացնում են կոմպակտ գնդեր՝ գլոբուլներ, ինչպես նաև ֆերմենտները։ Էուկարիոտ բջջի սպիտակուցների ընդհանուր բաղադրության 20-25%-ը։ Հիալոպլազմայի կառուցվածքից և բաղադրությունից են կախված բջջի օսմոսային և բուֆերային հատկությունները։ Վերջինիս բջջի ունակությունն է պահպանել թույլ հիմնային ռեակցիան pH-ը, որը սովորաբար կազմում է մոտավորապես 7,2։
Հիալոպլազմայի ֆունկցիոնալ նշանակությունը շատ մեծ է, այստեղ են տեղայնացած ամինաթթուների, նուկլեոտիդների, ճարպաթթուների, շաքարների, մետաբոլիզմի ֆերմենտները։ Հիալոպլազմայում է տեղի ունենում պաշարային բազմաշաքար գլիկոգենի սինթեզը և կուտակումը, կուտակվում է նաև ճարպային կաթիլները, հենց այստեղ են տեղի ունենում գլիկոլիզի գործընթացները։ Հիալոպլազմայում պոլիռիբոսոմների վրա սինթեզվում են սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են օրգանոիդների կառուցման և բջջի կենսագործունեության ապահովման համար։ Հիալոպլազմայում սպეციფიկ ֆերմենտների մասնակցությամբ տեղի է ունենում ամինաթթուների ակտիվացումը և նրանց կապվելը փոխադրող ՌՆԹ-ների հետ։ Ցիտոզոլում տեղի են ունենում ֆերմենտների մոդիֆիկացումներ, օրինակ ֆոսֆորիլացում, ինչը հանգեցնում է նրանց ակտիվացմանը կամ ապակտիվացմանը, ինչպես նաև սպիտակուցների ճեղքումը սպეციფიկ պրոտեինազների միջոցով։ Ցիտոզոլում են սինթեզվում կորիզի բոլոր սպիտակուցները, միտոքոնդրիումների և պլաստիդների սպիտակուցների մեծ մասը, պերիօքսիսոմների հիմնական սպիտակուցները, հետագայում փոխադրվելով բջջի տարբեր հատվածներ։ Սպիտակուցների այդ խմբերն ունեն իրենց ազդանշանային ամինաթթվային հաջորդականությունները, որոնք ճանաչվում են կորիզային ծակոտիների կամ մեմբրանների կողմից։ Դա թույլ է տալիս սպիտակուցներին փոխադրվել մեմբրանների միջով և հայտնվել կորիզում, միտոքոնդրիումներում, պլաստիդներում և պերիօքսիսոմներում։ Ցիտոզոլում լուծված վիճակում պարունակվում են մեծ թվով ամինաթթուներ, նուկլեոտիդներ, ինչպես նաև բազմաթիվ մետաբոլիտներ, մակրոմոլեկուլների սինթեզի և ճեղքման արդյունքում առաջացած միջանկյալ միացություններ։ Հիալոպլազմայում շատ են անօրգանական միացությունների իոնները, որոնց խտությունը կարգավորվում է բջջի մեմբրանային բաղադրամասերի կողմից։ Հիալոպլազմա միավորում է բոլոր բջջային տարրերը և ապահովում է նրանց փոխազդեցությունը։ Հիալոպլազմայով են կատարվում փոխադրական գործընթացները, ամինաթթուների, ճարպաթթուների, նուկլեոտիդների, շաքարների տեղափոխությունը։ Հիալոպլազմայում մշտապես տեղի են ունենում իոնների հոսք դեպի պլազմային թաղանթ, միտոքոնդրիումներ, կորիզ, վակուոլներ և հակառակ ուղղությամբ։ Բարձր լարման էլեկտրոնների մանրադիտակի կիրառմամբ հայտնի է դարձել, որ հիալոպլազմայի կազմության մեջ տարբերակվում է միկրոտրաբեկուլային ցանցը։ Նախկինում այն երևում էր միայն որպես ցիտոպլազմայի չտարբերակվող ֆոն։ Միկրոտրաբեկուլային ցանցը իրենից ներկայացնում է նրբագույն ֆիբրիլների ցանց 2-ից 3 նանոմետր հաստությամբ, որը հատում է ցիտոպլազման տարբեր ուղղություններով և միավորում բոլոր ներբջջային տարրերը։ Տրաբեկուլների հատման կամ միացման կետերում գտնվում են ռիբոսոմները կամ պոլիսոմները, իսկ նրանց միջև պարունակում է հեղուկ միջավայրը։ Միկրոտրաբեկուլային ցանցը բաղկացած է տարբեր սպիտակուցների բարդ համակարգից։ Տրաբեկուլները հաճախ կապված են միկրոխողովակների և միկրոֆիլամենտների հետ։ Միկրոտրաբեկուլային ցանցը մի քանի գործառույթներ է իրագործում։ Տրաբեկուլները յուրօրինակ ներբջջային կմախքի դեր են խաղում։ Նրանք կազմակերպում են ֆերմենտների կանոնավոր աշխատանքը, քանի որ ֆերմենտները որոշակի ձևով ներառվում են այդ ցանցի մեջ և կատալիզում հաջորդական արագ ընթացող ռեակցիաները։ Այս համակարգը շատ դինամիկ է և զգայուն արտաքին պայմանների հանդեպ, օրինակ կարող է քանդվել ջերմաստիճանի անկման պարագայում։ Ցիտոպլազմայի կառուցվածքի հիմքում ընկած են կենսաբանական մեմբրանները, չափազանց բարակ 4-ից 10 նանոմետր և բավականին հոծ թաղանթներ, որոնք բաղկացած են լիպիդներից և սպիտակուցներից։ Մեմբրանների բնորոշ առանձնահատկությունն է նրանց պարփակ բնույթը։ Սրանք երբեք չունեն բաց ծայրեր։ Մեմբրանները միշտ սահմանազատում են խոռոչներ կամ բջջի որոշ հատվածներ։ Այս հատկությունն ունեն օրինակ պլազմային թաղանթը, տոնոպլաստը, կորիզաթաղանթը, միտոքոնդրիումների և պլաստիդների մեմբրանները։ Բոլոր մեմբրաններն ունեն ընդհանուր հատկություններ։ Բաղկացած են լիպիդների երկշերտից և սպիտակուցների մոլեկուլներից։ Լիպիդների և սպիտակուցների բնորոշ է լատերալ կողային շարժունությունը մեմբրանի հարթությունում։ Մեմբրանները ենթակա են փոփոխությունների կախված ֆունկցիոնալ վիճակից։ Հատուկ սպիտակուցների միջոցով մեմբրանները կապված են ցիտոպլազմայի սպիտակուցների միկրոֆիլամենտների և միկրոխողովակների հետ։ Մեմբրանների աճը կատարվում է նրանց մակերեսի մեծացման հաշվին, պատրաստի պարփակ բջջերի վեզիկուլների ներառման եղանակով։ Ցիտոպլազմայի մեմբրանների տարրերի սինթեզը կատարվում է գրանուլային էնդոպլազմային ցանցի շնորհիվ։ Մեմբրաններին բնորոշ է ընտրողական թափանցելիությունը։ Լիպիդներից մեմբրաններում առավել հաճախ հանդիպում են ֆոսֆոլիպիդները, սֆինգոմիելինները և խոլեստերինը։ Բուսական բջիջներում խոլեստերին չի հայտնաբերվում, փոխարենը հանդիպում են ֆիտոստերինները։ Մեմբրանների կազմի մեջ մտնող լիպիդների մոլեկուլները բաղկացած են լիցք կրող հիդրոֆիլ գլխիկներից և լիցք չկրող ճարպաթթվային հիդրոֆոբ պոչիկներից։ Լիպիդների մոլեկուլները դասավորված են երկու զուգահեռ շարքով և հոծ շերտ են կազմում։ Լիպիդների հիդրոֆիլ մասերը ուղղված են դեպի ջրային միջավայր, ցիտոպլազմա, իսկ
հիդրոֆոբ մասերը հակառակ ուղղությամբ մեմբրանի մակերեսին ուղղահայաց։ Բջջի տարբեր մեմբրանները տարբերվում են իրարից լիպիդների քանակով և կազմով։ Լիպիդների ամենամեծ քանակը 80%-ը դիտվում է շվանովյան բջիջների պլազմալեմում։ Շվանովյան բջիջները կազմում են նյարդաթելերի միելինային թաղանթը և կատարում են հենարանային, աքսոնի համար և տրոֆիկ սնուցում նեյրոնի մարմնի համար գործառույթներ։ Բջջի տարբեր մեմբրաններում լիպիդների բաղադրությունը բավականին տարբերվում է։ Տարբեր է նաև լիպիդային երկշերտի արտաքին և ներքին շարքերի լիպիդների կազմը, օրինակ պլազմային թաղանթում, էնդոպլազմային ցանցի թաղանթում։ Լիպիդների մոլեկուլներն ունեն բարձր շարժունակություն, տեղափոխվելով մեմբրանի հարթության մեջ մեծ արագությամբ՝ 2 միկրոմետր/վայրկյանում, իսկ ահա անցումը մեկ շերտից մյուսը հազվադեպ է։ Սպիտակուցների քանակը տարբեր մեմբրաններում ևս տատանվում է, ամենամեծ քանակը հայտնաբերվել է միտոքոնդրիումների մեմբրաններում։ Սպիտակուցների մեծ մասը փոխներգործության մեջ է մտնում լիպիդների հետ շնորհիվ տարբեր բնույթի կապերի։ Պարզվել է, որ մեմբրանային շատ սպիտակուցներ պարունակում են բևեռացված, գլից կրող և ոչ բևեռացված ամինաթթուներ, օրինակ վալինը, գլիցինը, ալանինը։ Նման սպիտակուցների մոլեկուլները դասավորվում են այնպես, որ նրանց ոչ բևեռացված մասերն ընկղմված են մեմբրանի հիդրոֆոբ լիպիդային զանգվածի մեջ, իսկ հիդրոֆիլ բևեռացված հատվածն ուղղված է ջրային միջավայր։ Ընդհանուր առմամբ կենսաբանական մեմբրանի սպիտակուցները կարելի է բաժանել ինտեգրալ, հատում են մեմբրանը ծայրից ծայր, և կիսաինտեգրալ, ընկղմված է մեմբրանի լիպիդային երկշերտի մեջ արտաքին կամ ներքին կողմից, և պերիֆերիկ, կապված են էլեկտրոստատիկ փոխազդեցություններով լիպիդային մոլեկուլների բևեռացված գլխիկների հետ։ Պերիֆերիկ սպիտակուցները երբեք չեն առաջացնում համատարած շերտ, նրանք հարում են մեմբրանի ներքին կողմից կամ արտաքին մասից։ Ինտեգրալ սպիտակուցները կարելի է անջատել միայն քայքայելով մեմբրանը։ Ցիտոպլազմայի կողմից ինտեգրալ սպիտակուցները կարող են կապված լինել պերիֆերիկ սպիտակուցների հետ, վերջինները հեշտությամբ անջատվում են էքստրակցիայի եղանակով։ Ըստ իրենց դերի մեմբրանային սպիտակուցները բաժանվում են 3 խմբի՝ ֆերմենտներ, ռեցեպտորային սպիտակուցներ և կառուցվածքային սպիտակուցներ։ Օրինակ, լյարդի բջիջների պլազմային թաղանթում հայտնաբերվել են 24 տարբեր ֆերմենտներ։ Ռեցեպտորային սպիտակուցները սպეციფიկ ձևով կապում են որոշակի նյութերի հետ, կարծես ճանաչում են դրանց, օրինակ հորմոններին, հարևան բջիջներին, բակտերիաները, ֆագերին և այլն։ Կառուցվածքային սպիտակուցներն ունեն ծավալուն հիդրոֆոբ հատվածներ, կառուցում և կայունացնում են մեմբրանները։ Մեմբրանի ածխաջրային բաղադրամասը ներկայացված է գլխավորապես գլիկոպրոտեիններով, որոնցում ածխաջրի շղթաները կովալենտային կապերով կապված են սպիտակուցի մոլեկուլների հետ։ Որպես կանոն, ածխաջրի շղթաները տեղակայված են մեմբրանի արտաքին մասում։ Վակուոլների համար արտաքին են համարվում այն շերտերը, որոնք ուղղված են վակուոլի խոռոչի կողմը։ Ածխաջրային շղթաները կովալենտային կապերով կապվում են նաև ինտեգրալ սպիտակուցների հետ, առաջացնելով գլիկոպրոտեիններ, կամ լիպիդների հետ առաջացնելով գլիկոլիպիդներ։ Ածխաջրային բաղադրամասը մեծ նշանակություն ունի պլազմային թաղանթի ֆունկցիոնալ ակտիվության համար։ Սկսած 1935 թվականին ողջ գիտական աշխարհը ընդունեց կենսաբանական թաղանթի կառուցվածքի սենդվիչի մոդելը, ըստ Դանիելի և Դոուսոնի, ըստ որի մեմբրանի հիմքում ընկած է լիպիդային երկշերտը, որի երկու կողմերում գտնվում են սպիտակուցների համատարած շերտերը։ 1950-ականներին էլեկտրոնային մանրադիտակի շնորհիվ ստացած միկրոլուսանկարները կարծես թե հաստատում էին այդ պատկերացումները, քանի որ երևում են երկու էլեկտրոնային խիտ շերտեր, սպիտակուցի մոլեկուլները և լիպիդների գլխիկները, և նրանց արանքում գտնվող մեկ էլեկտրոնային թափանցիկ շերտ՝ լիպիդների պոչիկները։ Հետագայում, սակայն, կուտակվեցին բազմաթիվ նոր տվյալներ, որոնք չէին կարող բացատրվել այս մոտեցմամբ։ 1972 թվականին Սինգերի և Նիկոլսոնի կողմից ներկայացվեց մեմբրանի հեղուկ խճանկարային մոդելը, որի իրավացիությունն ապացուցված է հարուստ փորձարարական նյութով։ Համաձայն այդ մոդելի սպիտակուցները չեն առաջացնում համատարած շերտ մեմբրանի մակերեսին։ Ինտեգրալ, կիսաինտեգրալ, պերիֆերիկ սպիտակուցների մասին է խոսքը։ Լիպիդների մոլեկուլների 70%-ը կապված չէ սպիտակուցների հետ։ Սպիտակուցները կարծես լողում էին լիպիդային լճում, ընդ որում լիպոպրոտեինային շերտը բավականին ջրիկ է, իր մածուցիկությամբ հիշեցնում է ձիթապտղի յուղը։ Սպիտակուցների և լիպիդների մոլեկուլները շարժուն են, սպիտակուցները կարող են հավաքվել խմբերով կամ նորից ցրվել մեմբրանի մակերեսին։ Սրա հետ մեկտեղ հայտնի են մեմբրաններ, որոնք բավականին կայուն են, օրինակ միելինային թաղանթների և էրիթրոցիտներինը, սակայն հիմնականում նրանք դինամիկ են և փոփոխական։ Հաճախ տեղի է ունենում մեմբրանի վերակառուցում լիպիդային և սպիտակուցային կազմի փոփոխմամբ, ինչը հանգեցնում է մեմբրանի ֆունկցիոնալ հատկությունների փոփոխությանը։
Պլազմային թաղանթը կամ պլազմալեմը սահմանազատում է բջիջը արտաքինից, ուստի անմիջականորեն շփվում է արտաբջջային միջավայրի հետ, հետևաբար նաև բոլոր արտաբջջային նյութերի և ազդակների հետ։ Այդ իսկ պատճառով պլազմային մեմբրանը պատնեշ է հանդիսանում բարդ կազմավորված ներբջջային պարունակության և արտաքին միջավայրի միջև։ Այս լիպոպրոտեինային թաղանթը ունի մոտավորապես 7-ից 8 նանոմետր հաստություն։ Ներսի կողմից պլազմալեմին հարում է պերիֆերիկ սպիտակուցների բավականին հոտ շերտը, իսկ արտաքին կողմից ածխաջրային շերտը։ Պլազմալեմի լիպիդները կազմում են նրա չոր քաշի 35-ից 40%, սպիտակուցներինը 50-ից 60%, իսկ ածխաջրային բաղադրամասը 2-ից 10%։ Կենդանական բջիջների պլազմալեմը համեմատած այլ մեմբրանների հետ ավելի հարուստ է խոլեստերինով մինչև 30%, նրանում քիչ է լեցիտինը։ Ընդհանուր առմամբ պլազմալեմի բնորոշ է խոլեստերինի և սֆինգոլիպիդների բարձր պարունակությունը, իսկ ֆոսֆոլիպիդների կազմում գերակշռում են հագեցած և մոնոչհագեցած ճարպաթթուները։ Պլազմալեմի սպիտակուցների կազմը շատ բազմազան է, այստեղ առկա են մեծ թվով ֆերմենտներ։ Նախակորիզավորների մոտ հենց պլազմալեմում են տեղայնացած շնչառական շղթայի ֆերմենտները։ Գլիկոկալիքսը կենդանական բջիջներում պլազմային թաղանթի արտաքին կողմից նրա հետ սերտորեն կապված է գլիկոկալիքսը։ Դա գլիկոպրոտեինային և գլիկոլիպիդային կոմպլեքս է, որում առկա են բազմաթիվ ֆերմենտներ։ Հենց գլիկոկալիքսի կազմի մեջ են մտնում տարբեր ածխաջրերի շղթաները։ Այդ պոլիսախարիդային շղթաները պարունակում են այնպիսի ածխաջրեր, ինչպիսիք են մանոզը, գլյուկոզը, ացետիլգլյուկոզամինը, սիալաթթուն և այլն։ Ածխաջրերը կապված են պլազմային մեմբրանի սպիտակուցների և լիպիդների հետ։ Գլիկոկալիքսի շերտը խիստ հիդրատացված է, դոնդղանման, կարող է ծառայել որպես յուրօրինակ միջբջջային քսուկ։ Գլիկոկալիքսի նման կառուցվածքի հետևանքով նվազում է տարբեր նյութերի դիֆուզիայի արագությունը։ Այստեղ կարող են տեղայնացած լինել բջջի կողմից արտազատված ֆերմենտները, որոնք մասնակցում են տարբեր նյութերի արտաբջջային ճեղքմանը։ Առաջացած մոնոմերները փոխադրվում են պլազմային թաղանթով և յուրացվում են բջջի կողմից։ Հատուկ ներկանյութերի կիրառմամբ պարզվել է, որ պոլիսախարիդները կարծես մի փուխր մանրաթելային պատյանն են առաջացնում պլազմային թաղանթի վրա։ Այդ շերտի հաստությունը մոտ 3-ից 4 նանոմետր է, այն հայտնաբերվել է բոլոր կենդանական բջիջներում, բայց նրա արտահայտման աստիճանը տարբեր հյուսվածքների բջիջների մոտ տարբեր է։ Առավել լավ է արտահայտված գլիկոկալիքսը աղիների ներծծող էպիթելիում։ Էնդերոցիտների մակերեսին։ Գլիկոկալիքսը մասնակցում է բազմաթիվ գործառույթների իրականացմանը, դրանցից է շուրջբջջային միջավայրի ստեղծումը, ֆիլտրումը և մասնակցությունը նյութերի արտաբջջային ճեղքմանը, ռեցեպտորային գործառույթի իրագործումը։ Սահմանազատելով բջիջն արտաքինից, պլազմային թաղանթը կատարում է մեխանիկական պատնեշի դեր։ Որպեսզի միկրոասեղի օգնությամբ խոցենք այն, անհրաժեշտ է բավականին մեծ ջանք գործադրել։ Երբ միկրոասեղով սեղմում ենք պլազմալեմին, սկզբում այն խիստ ձգվում է և միայն հետո է պատռվում։ Արհեստական լիպիդային մեմբրանների կայունությունն ավելի նվազ է։ Պլազմալեմի մեխանիկական կայունությունը պայմանավորված է նաև լրացուցիչ բաղադրամասերի առկայությամբ, ինչպիսիք են գլիկոկալիքսը և ցիտոպլազմային կորտիկալ շերտը։ Վերջինս ցիտոպլազմային շերտն է, որն անմիջականորեն հարում է պլազմալեմին և օժտված է մի շարք առանձնահատկություններով։ Այստեղ 0,1-ից 0,5 միկրոմետր հաստությամբ շերտում բացակայում են ռիբոսոմները և մեմբրանային բջջերը, փոխարենն առկա է մեծ քանակով միկրոֆիլամենտներ, ակտինային միկրոֆիբրիլների ցանց և ցիտոպլազմայի հատվածների շարժման օժանդակ լրացուցիչ սպիտակուցներ։ Հաճախ ցիտոպլազմայի կորտիկալ շերտում հանդիպում են նաև միկրոխողովակներ։ Պլազմային թաղանթի պատնեշային դերը կայանում է նաև նյութերի ազատ դիֆուզիայի սահմանափակման մեջ։ Արհեստական լիպիդային մեմբրանների հետ կատարած փորձերը ցույց են տվել, որ նրանք թափանցելի են ջրի, գազերի, ճարպալույս նյութերի, մանր ոչ բևեռացված մոլեկուլների համար, բայց լիովին անթափանցեն լիցքավորված իոնների և խոշոր չլիցքավորված շաքարների մոլեկուլների համար։ Պլազմային թաղանթի կարևոր հատկանիշներից է նաև կիսաթափանցելիությունը։ Սա նշանակում է, որ նրա միջով տարբեր արագությամբ անցնում են տարբեր մոլեկուլներ, և ինչքան մեծ է մոլեկուլների չափը, այնքան փոքր է նրանց անցնելու արագությունը։ Մանր օրգանական մոլեկուլների դիֆուզիայի արագությունն այնքան մեծ է, որքան լավ են նրանք լուծվում ճարպերում։ Առավել մեծ է պլազմալեմով ջրի և նրանում լուծված գազերի ներթափանցման արագությունը։ Ավելի դանդաղ են փոխադրվում իոնները, մոտավորապես 10-ից 4 աստիճան անգամ ավելի դանդաղ։ Կիսաթափանցիկ մեմբրանով լուծիչի ինքնաբերաբար անցումը ցածր խտություն ունեցող լուծիթի կողմից բարձր խտությամբ լուծիթի կողմը կոչվում է օսմոզ։ Եթե բջիջը, օրինակ էրիթրոցիտը, տեղադրենք հիպոտոնիկ լուծույթի մեջ, ապա ջուրը կանցնի նրա մեջ, ի վերջո հանգեցնելով պլազմալեմի պատռվելուն, իսկ եթե էրիթրոցիտը տեղադրենք հիպերտոնիկ լուծույթի մեջ,
ապա ջուրը դուրս կմղվի բջջից, նրա ծավալը կփոքրանա, բջիջը կկնճռոտվի։ Ջրի նմանատիպ պասիվ փոխադրումը բջջից դուրս և ներս այնուամենայնիվ ընթանում է բավականին փոքր արագությամբ։ Այսպես, մեմբրանով ջրի ներթափանցման արագությունը կազմում է մոտ 10-4 սմ/վայրկյանում, ինչը 100,000 անգամ ավելի փոքր է, քան ջրի մոլեկուլների դիֆյուզիայի արագությունը 7,5 նանոմետր հաստությամբ ջրային շերտով։ Պարզվել է, որ պլազմալեմի լիպոպրոտեինային շերտում առկա են ոչ մեծ թվով անցքեր, որոնցով անցնում են ջուրը և իոնները։ Առանձին անցքի չափը կազմում է 0,3-ից 0,8 նանոմետր, իսկ նրանց ընդհանուր մակերեսը բջջի ողջ մակերեսի միայն 0,06%-ն է։ Ի տարբերություն արհեստական երկշերտ լիպիդային մեմբրանների, բնական մեմբրանները և առաջին հերթին պլազմալեմը ունակ են փոխադրել իոններ և բազմաթիվ մոնոմերներ, ամինաթթուներ, շաքարներ և այլն, ընդ որում տարբեր իոնների ներթափանցման արագությունը տարբեր է։ Ավելի մեծ է կատիոնների և նվազ է անիոնների փոխադրման արագությունը։ Պլազմալեմով իոնների փոխադրումը իրականանում է շնորհիվ մեմբրանային փոխադրիչ սպիտակուցների։ Այդ սպիտակուցները կարող են տեղափոխել մեկ ուղղությամբ մեկ կամ մի քանի նյութեր միանգամից, կամ էլ մեկ նյութի ներմուծման հետ մեկտեղ դուրս բերել բջջից մեկ այլ նյութ։ Օրինակ, գլյուկոզը կարող է անցնել բջջի մեջ նատրիումի իոնի հետ սիմպորտի եղանակով։ Իոնների փոխադրումը կարող է կատարվել ըստ կոնցենտրացիայի գրադիենտի պասիվ փոխադրում, առանց էներգիայի ծախսի։ Պասիվ տրանսպորտի օրինակներն են դիֆյուզիան և օսմոսը։ Պասիվ եղանակով են լիպիդային երկշերտով անցնում հիդրոֆոբ միացությունները։ Հաճախ պասիվ փոխադրումը իրականանում է շնորհիվ մեմբրանում տեղայնացած և անցուղիներով օժտված սպիտակուցների կամ մեմբրանային փոխադրիչ սպիտակուցների տրանսլոկազների միջոցով։ Վերջին դեպքում խոսքը գնում է հեշտացված դիֆյուզիայի մասին, որի ժամանակ տարբեր նյութերը և իոններն անցնում են մեմբրանով կոնցենտրացիայի գրադիենտով տրանսլոկազների մասնակցությամբ։ Փոխադրիչ սպիտակուցը ունի հատուկ կապվելու կենտրոն, որը համապատասխանում է փոխադրվող նյութին։ Այդ իսկ պատճառով հեշտացված դիֆյուզիային ի տարբերություն պարզի բնորոշ է բարձր ընտրողականություն, այսինքն յուրաքանչյուր նյութ կամ նման նյութերի խումբ ունի իր յուրահատուկ փոխադրիչը։ Փոխադրվող նյութը միանում է տրանսլոկազին, ինչի հետևանքով փոխվում է նրա կոնֆորմացիան, տարածական կառուցվածքը։ Մեմբրանում բացվում է անցուղի, և փոխադրվող նյութը անցնելով նրա միջով անջատվում է մեմբրանի հակառակ կողմում։ Այլ դասի փոխադրիչ սպիտակուցները, սպիտակուց պոմպերը, տարբեր նյութեր են փոխադրում էներգիայի ծախսով, որը սովորաբար անջատվում է AF-ի հիդրոլիզի արդյունքում։ Փոխադրման այս տարատեսակն իրականանում է փոխադրվող նյութի կոնցենտրացիայի գրադիենտին հակառակ և կոչվում է ակտիվ փոխադրում։ Ակտիվ փոխադրումը դիտարկենք օրինակով։ Կենդանի օրգանիզմում բջջի ցիտոպլազմայում իոնների կոնցենտրացիան կտրուկ տարբերվում է բջիջների շրջապատող արյան պլազմայի այդ ցուցանիշից։ Օրինակ, էրիթրոցիտի ցիտոպլազմայում կալիում իոնների կոնցենտրացիան 50 անգամ ավելի բարձր է, քան արյան պլազմայում, իսկ նատրիում իոնների հակառակը ցածր է։ Ընդ որում, այդ տարբերությունը պահպանվում է միայն կենդանի բջջում։ Եթե բջիջը սպանենք կամ ճնշենք նրա մետաբոլիկ գործընթացները, ապա շուտով իոնների խտության տարբերությունները պլազմալեմի երկու կողմերում կանհետանան։ Եթե, օրինակ, էրիթրոցիտը ենթարկենք սառեցման մինչև +2 աշճան Ցելսիուսում կամ որոշ թույներով մշակման, ապա շուտով բջջում և արյան պլազմայում կհաստատվի կալիում և նատրիում իոնների հավասար քանակ։ Եթե միջավայրին ավելացնենք գլյուկոզ, էրիթրոցիտները նորից կսկսեն կոնցենտրացիայի գրադիենտին հակառակ ակտիվ կլանել կալիումը և դուրս հանել նատրիում իոնները։ Պատճառն այն է, որ այդ բջիջներում գոյություն ունեն մեմբրանային սպիտակուցային փոխադրիչներ, որոնք աշխատում են կոնցենտրացիայի գրադիենտին հակառակ, ծախսելով AF-ի հիդրոլիզի արդյունքում առաջացած էներգիան։ Ինչպես նշվել է, այսպիսի փոխադրումը կոչվում է ակտիվ տրանսպորտ և իրականանում է սպիտակուցային իոնների պոմպերի աշխատանքի միջոցով։ Նշված օրինակում գլյուկոզի օքսիդացման արդյունքում սինթեզվում է AF, որի էներգիան օգտագործվում է նատրիում-կալիումային պոմպի աշխատանքի համար։ Նատրիում-կալիումային պոմպի սպիտակուցային մոլեկուլը հատում է պլազմալեմը։ Այն բաղկացած է երկու ենթամիավորումներից և հանդիսանում է AF-ազ նատրիում-կալիումական AF-ազա։ AF-ազաները հիդրոլիզաների դասի ֆերմենտներ են, որոնք կատալիզում են AF-ից ֆոսֆորական թթվի 1 կամ 2 մնացորդների անջատումը էներգիայի առաջացման, որն է տվյալ դեպքում օգտագործվում է փոխադրական գործընթացի համար։ Դիտարկվող պոմպի փոխադրիչ սպիտակուցի մոլեկուլի ձևը փոխվում է ֆոսֆատային խմբի կապվելու հետևանքով, ինչն ընկած է պոմպի աշխատանքի հիմքում։ Նատրիում-կալիումային պոմպի աշխատանքի մեկ ցիկլում կոնցենտրացիայի գրադիենտին հակառակ բջջից դուրս են բերվում նատրիումի 3 իոններ և բջիջ են անցնում կալիումի 2 իոններ։ Պարզեցված ձևով նատրիում-կալիումային պոմպի աշխատանքը կարելի է ներկայացնել հետևյալ ձևով։ Մեմբրանի ներքին կողմից փոխադրիչ սպիտակուցի մոլեկուլին մոտենում է AF-ը և նատրիում իոնները, իսկ արտաքին մասից կալիում իոնները։ Սպիտակուցի մոլեկուլը կատալիզում է AF-ի մեկ մոլեկուլի հիդրոլիզը։ Ազատված էներգիայի հաշվին փոխադրիչին է միանում անջատված ֆոսֆորական
ֆոսֆորական թթվի մնացորդը, հետևաբար տեղի է ունենում փոխադրիչի ֆոսֆորիլացում և նրա ձևի կոնֆորմացիոն փոփոխություն։ Դրա հետևանքով նատրիումի 3 իոնները միանում են փոխադրի սպիտակուցին և տեղափոխվում բջջից դուրս։ Նրանց փոխարեն բջջի արտաքին մասից փոխադրիչին են միանում կալիումի 2 իոններ, ինչն առաջ է բերում փոխադրիչ սպիտակուցի դեֆոսֆորիլացումը։ Իր հերթին դեֆոսֆորիլացումը հանգեցնում է փոխադրիչի այնպիսի կոնֆորմացիոն փոփոխության, որի արդյունքում արտաքինից կապված կալիումի 2 իոնները հայտնվում են բջջի ներսում։ Կալիում իոններն անջատվում են փոխադրիչից, անցնելով բջջի ցիտոպլազմա և ողջ ցիկլը կրկնվում է։ Նշենք նաև, որ այս պոմպի աշխատանքի մանրամասները դեռևս հետազոտվում են։ Նատրիում-կալիումային պոմպը ունի կարևոր նշանակություն առանձին բջջի և ողջ օրգանիզմի բնականոն գործունեության համար, քանի որ պայմանավորվում է բջջի ծավալի պահպանումը, կարգավորվում է օսմոսային ճնշումը, նպաստում է մեմբրանի երկու կողմերում պոտենցիալների տարբերության և նյարդային ու մկանային բջիջների էլեկտրական ակտիվության պահպանմանը, մեմբրանով այլ միացությունների ակտիվ նաև փոխադրմանը։ Նշենք նաև, որ կալցիում և մագնեզիում կատիոնների փոխադրումը ևս իրականանում է սպիտակուցային կոմպլեքսների պոմպերի միջոցով։ Այսպիսի ակտիվ եղանակով են փոխադրվում բազմաթիվ օրգանական միացությունների մոլեկուլները։ Կենսապոլիմերների խոշոր մոլեկուլները պրակտիկորեն չեն անցնում պլազմային թաղանթով։ Սովորաբար նրանք նախ ճեղքվում են բջջից դուրս կամ նրա մակերեսի մոտ, հիդրոլիզվում են մինչև մոնոմերներ և հետո միայն առաջացած մոնոմերներն ակտիվ տրանսպորտի միջոցով տեղափոխվում են պլազմային թաղանթով։ Տրանսլոկազների, պերմեազների, բակտերիաների սպիտակուցներն են, որոնք մասնակցում են հեշտացված դիֆուզիային, և պոմպերի աշխատանքը ստեղծում է բջջի իոնների և ցածր մոլեկուլային նյութերի որոշակի մշտական խտություն, այսինքն այսպես կոչված հոմեոստազ։ Օսմոտիկորեն ակտիվ միացությունների կոնցենտրացիաների մշտականությունն է։ Բջջի ողջ AF-ի 80%-ը ծախսվում է հոմեոստազի պահպանման համար։ Իոնների ակտիվ փոխադրման հետ է կապակցված պլազմալեմով տարբեր շաքարների, նուկլեոտիդների և ամինաթթուների տրանսպորտը։ Գլյուկոզի փոխադրումը կոնցենտրացիայի գրադիենտին հակառակ կատարվում է բջջի մեջ պասիվ եղանակով ներթափանցվող նատրիում իոնների հետ միաժամանակ և կախված է նատրիում-կալիումային պոմպի ակտիվությունից։ Եթե այդ պոմպի աշխատանքը խաթարվի, ապա շուտով մեմբրանի երկու կողմերում կհաստատվի նատրիում իոնների հավասար կոնցենտրացիա, որպես հետևանք կտրուկ կնվազի նատրիումի դիֆուզիան բջջի մեջ և հետևաբար նաև գլյուկոզի անցումը բջիջ։ Հակառակ գործընթացներ տեղի կունենան, երբ նատրիում-կալիումային պոմպի աշխատանքը վերականգնվի։ Պլազմային թաղանթի ռեցեպտորային գործառույթները կապված են պլազմային թաղանթի վրա հատուկ կառուցվածքների տեղայնացման հետ, որոնք սպეციფիկ ձևով ճանաչում են որոշակի ֆիզիկական կամ քիմիական գործոններին։ Ռեցեպտորների դերում բջջի մակերեսին հանդես են գալիս սպիտակուցները կամ գլիկոկալիքսի տարրերը, գլիկոպրոտեիդները։ Տարբեր միացությունների հանդեպ զգայուն մասեր կարող են ցրված լինել բջջի ողջ մակերեսով կամ հավաքված լինել ոչ մեծ հատվածներում։ Օրինակ, բակտերիաների կամ կենդանիների բջիջների մակերեսին կան մի քանի հատվածներ, որոնց հետ կարող են կապվել վիրուսները։ Ընդ որում, տարբեր վիրուսները սովորաբար կապվում են տարբեր հատվածների հետ, իսկ նույն բակտերիալ բջջին իր մակերեսին կարող է ունենալ մի քանի տարբեր տիպի ռեցեպտորներ։ Բջջային ռեցեպտորների դերը կայանում է ոչ միայն որոշակի նյութերի հետ կապվելու կամ տարբեր ֆիզիկական գործոնների ազդեցությանը պատասխան ռեակցիա ապահովելու մեջ, այլև միջբջջային ազդակները բջջի մակերեսից նրա ներս փոխանցելու մեջ։ Բջջի լիպոպրոտեիդների մեմբրանում գտնվում են տարբեր ռեցեպտորներ, որոնք կապվում են ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի, օրինակ մեդիատորների կամ հորմոնների հետ։ Մեդիատորները քիմիական ազդակային նյութեր են, որոնք սինթեզվում են առանձին նեյրոնների կողմից, արտազատվում են և ազդում հարևան նեյրոնների վրա, որի մեմբրանում առկա են տվյալ մեդիատորը ընկալող ռեցեպտորներ։ Այս եղանակով նյարդային համակարգում իրականանում է ազդակի փոխանցումը բջջից բջիջ։ Ներկայումս լավ ուսումնասիրված է որոշ հորմոնների միջոցով բջջին ազդակի փոխանցման մեխանիզմը։ Դիտարկենք դրանցից մեկը։ Օրինակ, ինսուլին հորմոնը, որը արտադրվում է ենթաստամոքսային գեղձի լանգերհանսի կղզյակների բետա բջիջների կողմից, ազդում է ադենիլատցիկլազային համակարգում։ Շատ հորմոններ, այդ թվում ինսուլինը, չեն ներթափանցում բջջի մեջ, այլ կապվում են այդ բջջի մակերեսին գտնվող սպეციფիկ ռեցեպտորի հետ։ Սա հանդիսանում է ազդակ, որը խթանում է բջջում որոշակի կենսաքիմիական գործընթացներ։ Ինսուլինը ճանաչող ռեցեպտորը գլիկոպրոտեիդ է, որը հատում է պլազմալեմը։ Երբ հորմոնը բջջի արտաքին մասից կապվում է այդ սպիտակուցի ռեցեպտորային մասի հետ, նրանում տեղի է ունենում կատալիտիկ ներքին մասի ֆերմենտ՝ ադենիլատցիկլազի ակտիվացում։ Այդ ֆերմենտը խթանում է AF-ից ցիկլիկ ադենոզին մոնոֆոսֆորական թթվի սինթեզը (AMF-ի)։ Դերը կայանում է նրանում, որ այն երկրորդային մեսենջեր է հանդիսանում, ակտիվացնելով կամ արգելակելով բջջային մետաբոլիզմի տարբեր ֆերմենտներ։ Օրինակ, ցիկլիկ AMF-ն ակտիվացնում է կինազ ֆերմենտները, որոնք ապահովում են բջջում գլիկոգենի և գլյուկոզի օգտագործումը։
Գլյուկոզից առաջացող գլիկոգենը պայստավորվում է գլխավորապես մկաններում և լյարդում։ Լյարդի բջիջների հեպատոցիտների մեջ գլյուկոզը ներթափանցում է հեշտացված դիֆուզիայի եղանակով GLUT2 ինսուլինաանկախ բնույթի փոխադրիչի միջոցով։ Հեպատոցիտների գլյուկոգինազ ֆերմենտի ազդեցությամբ գլյուկոզը վերափոխվում է գլյուկոզո 6 ֆոսֆատի, վերջինիս սինթեզվում է գլյուկոզո 1 ֆոսֆատը, իսկ հետո գլիկոգեն։ Արագ ընթացվող ֆոսֆորիլացման արդյունքում հեպատոցիտներում ազատ գլյուկոզի կոնցենտրացիան մնում է ցածր մակարդակի վրա, ինչը նպաստում է հեշտացված դիֆուզիայով գլյուկոզի չդադարող ներթափանցմանը լյարդի բջիջների մեջ։ Սա տեղի է ունենում մարսողության շրջանում, երբ գլյուկոզի կոնցենտրացիան դարպասային երակում ավելի բարձր է, քան արյունատար համակարգի այլ բաժիններում։ Չնայած ինսուլինը անմիջականորեն չի ազդում գլյուկոզի փոխադրման վրա, սակայն ուժեղացնում է գլյուկոզի հոսքը հեպատոցիտներ անուղղակի ձևով, դրդելով գլյուկոգինազի սինթեզը և դրանով իսկ արագացնելով գլյուկոզի ֆոսֆորիլացումը։ Այսպիսով գլյուկոգինազի դերը կայանում է սնունդ ընդունելու արդյունքում առաջ եկած արյան ավելցուկային գլյուկոզի արագ փոխարկման մեջ, որին էլ հաջորդում է գլիկոգենի սինթեզը։ Հակառակ ազդեցություն ունի հորմոն գլյուկագոնը, արտադրվում է ենթաստամոքսային գեղձի լանգերհանսի կղզյակների ալֆա բջիջների կողմից։ Գլյուկագոնը կապվում է իր սպეციფიկ ռեցեպտորի հետ, խթանելով ադենիլացիկլազի ակտիվացումը, վերջինս կատալիզում է AF-ից ցիկլիկ AMF-ի սինթեզը։ Տվյալ դեպքում ցիկլիկ AMF-ն ակտիվացնում է պրոտեին կինազ Ան, որն իր հերթին ֆոսֆորիլացնում է ֆերմենտներ։ Վերջինների ներգործությամբ գլիկոգենը ճեղքում է մինչև գլյուկոզ։ Այսպիսով գլյուկագոնի ազդեցությամբ գլյուկոզն ի վերջո դուրս է գալիս հեպատոցիտներից արյան մեջ, որտեղ նրա կոնցենտրացիան նվազել է։ Այդ իսկ պատճառով գլյուկագոնը կոչվում է սովի հորմոն։ Ընդհանուր առմամբ ադենիլացիկլազային համակարգի արդյունավետությունը շատ բարձր է, քանի որ հորմոնի մեկ կամ մի քանի մոլեկուլների ներգործությունը առաջ է բերում ցիկլիկ AMF-ի բազմաթիվ մոլեկուլների սինթեզ։ Արդյունքում ազդակը ուժգնանում է հազարավոր անգամներ։ Այլ օրինակ է կարևոր նեյրոմեդիատոր ացետիլխոլինի ներգործությունը։ Ացետիլխոլինը արտազատվելով նյարդային վերջավորությունից նյարդամկանային կոնտակտի հատվածում կապվում է մկանային թելիկի ռեցեպտորի հետ և առաջ է բերում նատրիում կաթիոնների իմպուլսային մուտքը բջջի մեջ մեմբրանի դեպոլիզացիայով, միանգամից բացելով մոտ 2000 իոնային անցուղիներ։ Ռեցեպտորների բազմազանությունը և սպეციფიკությունը թույլ է տալիս բջջին տարբերակել յուրային բջիջները նույն առանձնյակի կամ նույն տեսակի օտար բջիջներից։ Օրինակ միաբջիջների և բակտերիաների բջիջները կոնյուգացիայի ընթացքում կպչում են իրենց մակերեսներով։ Բարձրակարգ կենդանիների դեպքում օտար բջիջները ոչնչանում են իմունային ռեակցիայի շնորհիվ։ Պլազմալեմում են գտնվում ֆիզիկական գործոններին արձագանքող սպეციფიկ ռեցեպտորները, օրինակ ֆոտոսինթեզող բակտերիաների և կապտականաշ ջրիմուռների պլազմային մեմբրանում տեղայնացած են սպիտակուց ռեցեպտորները, քլորոֆիլները, որոնք ընկալում են լույսի քվանտները։ Ի տարբերություն իոնների և տարբեր մոնոմերների մակրոմոլեկուլները, սպիտակուցները, նուկլեինաթթուները, պոլիսախարիդները և լիպոպրոտեիդային կոմպլեքսները չեն փոխադրվում բջջի մեմբրանով։ Մակրոմոլեկուլների, նրանց կոմպլեքսների և ավելի մեծ մասնիկների փոխադրումը բջջի մեջ և բջջից դուրս իրականանում է վեզիկուլների միջոցով։ Սա նշանակում է, որ նշված տիպի միացությունները հայտնվում են բջջում կամ դուրս են բերվում պարփակված վակուոլների կամ վեզիկուլների մեջ։ Տարբերակում են վեզիկուլային փոխադրման երկու եղանակ՝ էկզոցիտոզը, մակրոմոլեկուլային միացությունների դուրսբերումը բջջից, և էնդոցիտոզը, մակրոմոլեկուլների կլանումը բջջի կողմից։ Էնդոցիտոզի դեպքում պլազմալեմի որոշակի հատվածը պահորում է արտաբջջային նյութը, պլազմային մեմբրանի ներփքման հաշվին առաջացնելով մեմբրանային վակուոլ։ Այդպիսի առաջնային վակուոլի կամ էնդոսոմի մեջ կարող են հայտնվել ցանկացած կենսապոլիմերներ, մակրոմոլեկուլային համալիրներ, բջջի հատվածներ կամ անգամ ամբողջական բջիջներ, որոնք հետագայում ֆերմենտների ազդեցությամբ ճեղքվում են, դեպոլիմերանում մինչև մոնոմերներ, ինչից հետո վերջինները տրանսմեմբրանային փոխադրման միջոցով հայտնվում են հիալոպլազմայում։ Էնդոցիտոզի հիմնական կենսաբանական նշանակությունը կայանում է ներբջջային մարսողության հաշվին կառուցողական նյութերի ստացման մեջ։ Սա իրականանում է առաջնային էնդոսոմի հետ լիզոսոմի միաձուլման եղանակով, որը պարունակում է հիդրոլիտիկ ֆերմենտներ։ Էնդոցիտոզը պայմանականորեն բաժանվում է պինոցիտոզի և ֆագոցիտոզի։ Ֆագոցիտոզն առաջին անգամ նկարագրվել է Մեչնիկովի կողմից։ Դա խոշոր մասնիկների, երբեմն բջիջների կամ նրանց մասերի կլանումն է բջջի կողմից։ Ֆագոցիտոզը հանդիպում է ինչպես միաբջիջների, այնպես էլ բազմաբջիջ կենդանիների մոտ։ Վերջին դեպքում դա իրականանում է մասնագիտացած բջիջների՝ ֆագոցիտների միջոցով։ Պինոցիտոզի դեպքում կլանվող զանգվածը հեղուկ է։
Ներկայումս հայտնի է, որ պինոցիտոզի և ֆագոցիտոզի գործընթացները շատ նման են։ Երկու դեպքերում կլանվող նյութը մոտենալով արտաքինից պլազմալեմին շրջապատվում է մեմբրանով, առաջանում է էնդոսոմ կոչվող վակուոլը, որը տեղափոխվում է բջջի խորքը։ Այս գործընթացները իրականանում են էներգիայի ծախսով, իսկ AF-ի սինթեզի բացակայության դեպքում էնդոցիտոզը դադարում է։ Տարբերակում են ոչ սպეციფիկ և սպეციფիկ ռեցեպտորային էնդոցիտոզ։ Վերջինս իրականանում է ռեցեպտորների միջնորդությամբ։ Ոչ սպეციფիկ էնդոցիտոզը պինոցիտոզից և ֆագոցիտոզից կարծես թե մեխանիկոնորեն է ընթանում և հաճախ կարող է հանգեցնել բջջի համար ոչ պիտանի նյութերի, օրինակ ներկանյութերի կամ մրի կլանմանը։ Ամեն դեպքում կլանվող նյութը նախ կուտակվում է պլազմալեմի գլիկոկալիքսի շրջանում։ Պոլիսախարիդների թթու խմբերի շնորհիվ գլիկոկալիքսը բացասական է լիցքավորված և հեշտությամբ կապվում է սպիտակուցների տարբերակական լիցքավորված խմբերի հետ։ Այսպիսի adsorption ոչ սպეციფիկ էնդոցիտոզի դեպքում կլանվում են մակրոմոլեկուլները և մանրամասնիկները, թթու սպիտակուցներ, վիրիոններ, կոլոիդ մասնիկներ և ֆերրիտին։ Պինոցիտոզի դեպքում հեղուկ զանգվածի հետ միասին կլանվում են լուծվող մոլեկուլները, որոնք չեն կապվում պլազմալեմի հետ։ Հաջորդ փուլում փոխվում է բջջի մակերեսի ձևը, պլազմայի մեմբրանում ի հայտ են գալիս ներփքումներ, առաջանում են ծալքեր հիշեցնող ելուստներ, որոնք միացվելով անջատում են կլանվող նյութի ոչ մեծ ծավալներ։ Հպվող մեմբրանները նախ կպչում են իրար, իսկ հետո միաձուլվում։ Պինոցիտոզի դեպքում օրինակ առաջանում է պինոցիտոզային բուժդ, պինոսոմը, որն անջատում է բջջի մակերեսից և շարժվում ցիտոպլազմայի խորքը։ Պետք է նշել, որ ինչպես ոչ սպეციფիկ, այնպես էլ ռեցեպտորային էնդոցիտոզը կապված է պլազմայի մեմբրանի որոշակի մասնագիտացած հատվածների հետ, որոնք կոչվում են երիզված փոսիկներ։ Այդպիսի անվանումը կապված է այն հանգամանքի հետ, որ ցիտոպլազմայի կողմից պլազմալեմը պատված է բարակ մանրաթելային բնույթի շերտով, որը կարծես երիզում է մանրագույն ներփքումներ հանդիսացող փոսիկները։ Երիզված փոսիկներն առկա են կենդանիների համարյա բոլոր բջիջներում և կազմում են բջջի մակերեսի մոտ 2%-ը։ Երիզող շերտը հիմնականում բաղկացած է կլատրին սպիտակուցից։ Կլատրինը պատկանում է այսպես կոչված հագցնող սպիտակուցների խմբին։ Այս սպիտակուցները ցիտոպլազմայի կողմից կապվում են ինտեգրալ սպիտակուց ռեցեպտորների հետ։ Ձևավորվող պինոսոմի ողջ պարագծով նրանք առաջացնում են երիզող հագցնող մի շերտ, առաջ է գալիս երիզված բուժդը, որը կապի մեջ է մնում պլազմալեմի հետ նեղ պարանոցային հատվածով։ Անջատվող բջջի առանձնացմանը մասնակցում են սպիտակուց դինամինները, որոնք պոլիմերանում են առաջնային էնդոսոմի պարանոցի հատվածում։ Այն բանից հետո, երբ երիզված բուժդը անջատվում են պլազմալեմից և սկսում տեղափոխվել ցիտոպլազմայի խորքը, կլատրինային շերտը տրոհում է դիսոցվում էնդոսոմի մեմբրանը ձեռք է բերում սովորական տեսք։ Կլատրինային շերտի կորստից հետո էնդոսոմները սկսում են միաձուլվել։ Հավանաբար կլատրինային շերտի նշանակությունը կայանում է երիզված բջջերի և ցիտոկամախքի տարրերի միջև կապի հաստատման մեջ։ Ինչն էլ ապահովում է բջջում բջջերի հետագա փոխադրման գործընթացները։ Ոչ սպეციფիկ պինոցիտոզի ինտենսիվությունը կարող է շատ մեծ լինել, օրինակ մակրոֆագերը առաջացնում են մոտ 125 պինոսոմ րոպեում։ Պինոսոմի չափերը մեծ չեն, 60-ից 130 նանոմետր ընդամենը, սակայն նրանց առատության հետևանքով էնդոցիտոզի գործընթացում պլազմալեմը արագ ծախսվում է բազմաթիվ մանր վակուոլների առաջացման վրա։ Այսպես, մակրոֆագերի ողջ պլազմային մեմբրանը ծախսվում և նորացվում է 30 րոպեում, իսկ ֆիբրոբլաստներինը 2 ժամում։ Ցիտոպլազմա տեղափոխված էնդոսոմները կարող են միաձուլվել, աճել։ Հետագայում դրանք միաձուլվում են առաջնային լիզոսոմների հետ, որոնք ներմուծում են իրենց հիդրոլիտիկ ֆերմենտները հիդրոլազներին էնդոսոմի մեջ։ Այս ֆերմենտները ճեղքում են պոլիմերային միացությունները մինչև մոնոմերներ, որոնք ակտիվ փոխադրման միջոցով անցնում են հիալոպլազմայի մեջ։ Այսպես է տեղի ունենում ներբջջային մարսողությունը։ Ինչպես նշվել է, ֆագոցիտոզի և պինոցիտոզի ընթացքում բջիջները կորցնում են պլազմալեմի մակերեսի մեծ մասը, որը սակայն արագ վերականգնում է մեմբրանների ռեցիկլիզացման արդյունքում։ Ռեցիկլիզացման էությունը կայանում է նրանում, որ էնդոսոմներից, վակուոլներից, լիզոսոմներից անջատվում են մանր բջջեր, որոնք նորից միաձուլվում են պլազմալեմի հետ։ Մեմբրանների ռեցիկլիզացման արդյունքում պլազմային թաղանթի նախնական մակերեսը վերականգնվում է։ Սպეციფիկ կամ ռեցեպտորային էնդոցիտոզի դեպքում պլազմային մեմբրանում առկա են կլանվող մոլեկուլները ճանաչող հատուկ ռեցեպտորներ, որոնք կապ են հաստատում միայն տվյալ տիպի մոլեկուլների հետ։ Հաճախ այդպիսի մոլեկուլները, որոնք կապվում են բջջի մակերեսին գտնվող սպիտակուց ռեցեպտորների հետ, կոչվում են լիգանդներ։ Առաջին անգամ սպеციფիկ էնդոցիտոզը նկարագրվել է թռչունների օոցիտներում սպիտակուցների կուտակման օրինակով։
Էնդոցիտոզի տարբերակ է ֆագոցիտոզը, որի դեպքում բջիջը կլանում է մակրոմոլեկուլների խոշոր ագրեգատներ, ընդհուպ միջակենդանի կամ մեռած բջիջներ, ինչպես և պինոցիտոզը, ֆագոցիտոզը կարող է լինել ոչ սպეციფիկ, օրինակ ֆիբրոբլաստների կամ մակրոֆագերի կողմից կոլոիդ ոսկու կամ դեքստրան պոլիմերի կլանումը, և սպეციფիկ ֆագոցիտոզ կատարող բջիջների պլազմալեմի մակերեսի ռեցեպտորների միջնորդությամբ իրագործվող։ Ֆագոցիտոզի դեպքում առաջանում են խոշոր էնդոցիտոզային վակուոլներ, ֆագոսոմներ, որոնք հետագայում միաձուլվելով լիզոսոմների հետ առաջացնում են ֆագոլիզոսոմներ։ Կաթնասունների ֆագոցիտոզ օրիականացնող բջիջների նեյտրոֆիլների մակրոֆագերի մակերեսին տեղայնացած է ռեցեպտորների մի ամբողջ խումբ, որոնք փոխներգործում են սպիտակուց լիգանդների հետ։ Այսպես, բակտերիական ախտահարման ժամանակ մանրէի սպիտակուցների հանդեպ սինթեզված հակամարմինները կապվում են բակտերիական բջջի մակերեսի հետ, առաջացնելով մի շերտ, որում հակամարմինների այդպես կոչված հատվածներին ուղղված են դեպի դուրս։ Այդ շերտը ճանաչվում է մակրոֆագերի և նեյտրոֆիլների մակերեսի սպეციფիկ ռեցեպտորների կողմից, և նրանց կապվելու հատվածներում սկսվում է մանրէի կլանումը բջջի պլազմալեմով նրան պարուրելու միջոցով։ Հակառակ ուղղվածությամբ է ընթանում էկզոցիտոզը։ Այս գործընթացում տարբեր սպիտակուցները, պոլիսախարիդները, ճարպային կաթիլները դուրս են բերվում բջջից։ Այդ նյութերը պարփակված վակուոլներում կամ բշտերում մոտենում են պլազմային թաղանթին։ Վակուոլի մեմբրանի և պլազմալեմի հպման հատվածներում այդ երկու թաղանթները միաձուլվում են, և բուժտը դատարկում է իր պարունակությունը արտաքին միջավայր։ Էկզոցիտոզի միջոցով է տեղի ունենում էնդոցիտոզի մասնակցող մեմբրանների ռեցիկլազացումը։ Էկզոցիտոզի հետ է կապված սեկրետոր բջիջների մասնագիտացած են որոշակի արտազատուկներ սինթեզելու և դուրս բերելու մեջ։ Նրանց գործառույթի իրագործումը։ Արտազատուկային նյութերը կարող են լինել ցածր մոլեկուլային միացություններ, ացետիլխոլին, բիոգեն ամիններ և այլն, կամ առավել հաճախ մակրոմոլեկուլներ, պեպտիդներ, սպիտակուցներ, լիպոպրոտեիդներ, պեպտիդոգլիկաններ և այլն։ Էկզոցիտոզը հիմնականում տեղի է ունենում ի պատասխան արտաքին ազդակի, նյարդային իմպուլսի, հորմոնի կամ մեդիատորի ներգործության, սակայն որոշ դեպքերում էկզոցիտոզը մշտական երևույթ է, օրինակ ֆիբրոբլաստների կողմից կոլագենի և ֆիբրոնեկտինի սինթեզը և դուրսբերումը։ Սեկրետոր բջիջների արտազատուկային նյութերի մեծ մասը օգտագործվում է բազմաբջիջ օրգանիզմների այլ բջիջների կողմից, սակայն հաճախ սինթեզված նյութերն օգտագործվում են բջջի սեփական պահանջների համար։ Օրինակ, պլազմային թաղանթի աճը տեղի է ունենում նրա մեջ էկզոցիտոզային վակուոլների կազմում գտնվող մեմբրանային հատվածների ներառման հաշվին։ Գլիկոկալիքսի տարրերի մի մասը արտազատվում են բջջի կողմից գլիկոպրոտեիդային մոլեկուլների ձևով։ Նման ձևով բուսական բջիջների ցիտոպլազմայից արտազատվում են հեմիցելյուլոզները կամ պոլիսախարիդները, որոնք մասնակցում են բջջապատի առաջացմանը։ Էկզոցիտոզի միջոցով բջջից դուրս բերված հիդրոլիտիկ ֆերմենտները կարող են կուտակվել գլիկոկալիքսի շրջանում, ապահովելով մեմբրանին կից արտաբջջային մարսողություն, այսինքն տարբեր կենսապոլիմերների և օրգանական մոլեկուլների ճեղքումը։ Մարսողության նշված տեսակը մեծ նշանակություն ունի կենդանիների համար։ Օրինակ, կաթնասունների աղիքային ներծծող էպիթելի միկրոթավիկների շրջանում, որն առավել հարուստ է գլիկոկալիքսով, հայտնաբերվել է տարբեր ֆերմենտների ահռելի քանակ։ Դրանց մի մասը ունի պանկրեատիկ ծագում, ամիլազ, լիպազ, պրոտեինազներ և այլն, իսկ մյուս մասը արտազատվում է էպիթելի բջիջների կողմից։ Էկզոհիդրոլազներ, որոնք առավելապես ճեղքում են օլիգոմերները և դիմերները փոխադրման ենթակա նյութերի առաջացմամբ։ Կենդանական բջիջների պլազմային թաղանթը կարող է առաջացնել տարբեր ելուստներ, օրինակ թարթիչներ, մտրակներ, զգայուն բջիջներն առաջացնում են ելուններ։ Միկրոթավիկները ցիտոպլազմային ելուստներ են, որոնք ունեն կլորացած գագաթով գլանի ձև և ծածկված են պլազմալեմով։ Բնորոշ են էպիթելային բջիջներին, սակայն հայտնաբերվում են նաև շարակցական հյուսվածքի բջիջներում, լեյկոցիտներ, ֆիբրոբլաստներում։ Տարբեր բջիջների միկրոթավիկների քանակը և երկարությունը տարբեր է։ Միկրոթավիկների ամենամեծ քանակը հայտնաբերվում է աղիների և երիկամների էպիթելում։ Երիզված էնտերոցիտ աղիների էպիթելի բջիջն է։ Երիզված էնտերոցիտները սյունաձև են կամ գլանաձև, նրանք մի փոքր լայնանում են գագաթային հատվածում։ Սովորաբար նրանց բարձրությունը կազմում է 22-ից 31 միկրոմետր, լայնությունը 6-ից 9 միկրոմետր։ Էնտերոցիտների ապիկալ գագաթային հատվածը ծածկված է միկրոթավիկներով, իսկ ստորին հատվածը պատված է բազալ մեմբրանով։ Որպես կանոն, միկրոթավիկներն անշարժ են կամ կարող են աննշան չափով և դանդաղ թեքվել։ Պարզվել է, որ միկրոթավիկների ներքին կառուցվածքի հենքը կազմում են ակտինային միկրոֆիլամենտները։ Ակտինի հետ փոխներգործության մեջ է մտնում լրացուցիչ սպիտակուցները, ֆիմբրինը, սպեկտրինը, վիլինը, որոնք կայունացնում են և կարգավորում են ակտինային ցիտոկամախքը։ Միկրոթավիկները պարունակում են նաև մի քանի տեսակի միոզիններ։
Միկրոթավիկներն առաջացնում են հոծ անընդմեջ շերտ։ Աղիքային էպիթելի մեկ բջիջը կրում է 1500-ից 3000 միկրոթավիկ, որոնք մեծացնում են աղու ներծծող մակերեսը 30-ից 40 անգամ։ Բացի դրանից, ողնաշարավորների աղիքային էպիթելի պլազմալեմին կից հայտնաբերվել են բազմաթիվ մարսողական ֆերմենտներ, որոնք ապահովում են արպատային մարսողությունը։ Միկրոթավիկների բարձրությունը կազմում է 1-ից 2 միկրոմետր, լայնությունը 0,1 միկրոմետր։ Նրանց միջև գտնվող նեղ արանքների 15-ից 20 նանոմետր պլազմային թաղանթը կրում է գլիկոկալիքսի հաստ շերտ, որը կարծես մաղ է առաջացնում։ Ներծծման գործընթացում այդ մաղով անցնում են տարբեր նյութեր։ Հետաքրքրական է, որ վահանաձև գեղձի հանգստի շրջանում բջիջների միկրոթավիկները նոսր են և կարճ, իսկ գեղձի ակտիվացման ժամանակ, երբ կուտակված հորմոն արտազատվում է արյան մեջ, նրանց քանակն ավելանում է և նրանք երկարում են։ Անողնաշարավորների միկրոթավիկները կարող են ճյուղավորվել կամ գուրզանման լայնանալ, օրինակ միջատների թքագեղձերը և մալպիգյան անոթները։ Ակնհայտ է, որ միկրոթավիկների քանակի ավելացումը կտրուկ մեծացնում է բջջի մակերեսը, ինչը հատկապես կարևոր է ներծծման կամ արտազատման գործընթացների համար։ Թարթիչները և մտրակները ցիտոպլազմայի բարակ ելուստներ են, որոնց ներսում գտնվում է միկրոխողակների համակարգը։ Թարթիչները և մտրակները լայնորեն տարածված են կենդանական բջիջներում, ստորակարգ բույսերի և սնկերի մոտ, մտրակներ են կրում սեռական բջիջները։ Մտրակները բնորոշ են նաև բարձրակարգ սպորավորների սպերմատոզոիդներին, բույսերի և ստորակարգ սնկերի անսեռ բազմացման զոոսպորներին։ Բարձրակարգ սնկերի բջիջները մտրակներ և թարթիչներ չունեն։ Մերկասերմերի և ծածկասերմերի մոտ դրանք ևս բացակայում են, իսկ ահա ինֆուզորիայի յուրաքանչյուր բջիջը կրում է հարյուրավոր և անգամ հազարավոր թարթիչներ։ Թարթիչների և մտրակների տատանողական շարժումները թույլ են տալիս շարժվել հեղուկ միջավայրում ազատ ապրող միաբջիջ մտրակավորներին և սպերմատոզոիդներին կամ տեղաշարժվել հեղուկ նաշարժ բջիջների հանդեպ, թարթիչավոր էպիթել օրինակ։ Թարթիչների երկարությունը 5-ից 10 միկրոմետր է, իսկ մտրակներինը կարող է կազմել 150 միկրոմետր և ավել։ Նշված կառուցվածքային տարրերի տրամագիծը գրեթե նույնն է և կազմում է մոտավորապես 200 նանոմետր։ Արտաքինից նրանք ծածկված են պլազմային մեմբրանով։ Թարթիչների և մտրակների միջև էական տարբերություն չկա։ Պարզապես մտրակներն ավելի երկար են և սովորաբար թվով 1 կամ 2-ը։ Տարբեր բջիջների թարթիչների քանակը ևս տարբերվում է։ Թարթիչի հիմքի մասում, այն հատվածում, որն անցնում է ցիտոպլազմային, տեղայնացած է այսպես կոչված բազալ մարմնիկը, որը կապված է թարթիչի ներքին միկրոխողովակների համակարգի հետ։ Ինչպես նշվել է, թարթիչը նույնիսկ ներկայացնում է ցիտոպլազմային ելուստ՝ ծածկված պլազմային մեմբրանով։ Ելուստի ներսում գտնվում է միկրոխողովակներից բաղկացած բարդ կառույցը, որը կոչվում է աքսոնեմ։ Թարթիչի հիմքի մասում գտնվում է բազալ մարմնիկը, ընդ որում աքսոնեմի և բազալ մարմնիկի տրամագծերը հավասար են։ Բազալ մարմնիկն իր կառուցվածքով ամբողջովին նման է ցենտրիոլին և բաղկացած է միկրոխողովակների 9 տրիպլետներից։ Համարվում է, որ ցենտրիոլը և բազալ մարմնիկը նույն օրգանոիդի տարբեր ձևերն են։ Հաճախ թարթիչի հիմքում կած են երկու բազալ մարմնիկներ, որոնք իրար հանդեպ տեղակայված են ուղիղ անկյան տակ։ Բազալ մարմնիկը կպչում է պլազմալեմին իր հացանցյալ մասերով։ Աքսոնեմի կազմի մեջ է մտնում միկրոխողովակների 9 դուպլետներ, որոնք ձևավորում են 150 նանոմետր տրամագծով գլան։ Լայնակի կտրվածքում երևում է, որ միկրոխողովակների դուպլետներն առաջացնում են աքսոնեմի գլանի արտաքին պատը։ Աքսոնեմի կենտրոնում գտնվում են մի զույգ կենտրոնական միկրոխողովակներ։ Այսպիսով, թարթիչի միկրոխողովակների համակարգի բանաձևն է 9x2 գումարած 2, իսկ բազալ մարմնիկինը 9x3 գումարած 0։ Որոշ դեպքերում, սակայն, թարթիչների աքսոնեմի բանաձևը նշանակալի չափով տարբերվում է բերված սխեմայից։ Օրինակ, որոշ սարդերի միջատների աքսոնեմում կարող է լինել մինչև 7 կենտրոնական միկրոխողովակներ։ Բազալ մարմնիկը և աքսոնեմը կառուցվածքայինորեն կապված են միմյանց հետ և մեկ ամբողջություն են կազմում։ Այսպես, բազալ մարմնիկի յուրաքանչյուր տրիպլետի երկու միկրոխողովակներն անմիջականորեն շարունակվում են որպես աքսոնեմի դուպլետներ։ Պարզվել է, որ բազալ մարմնիկը հանդիսանում է թարթիչի ինքնահավաքման կենտրոն։ Օրինակ, երբ քլամիդոմինանտի բջջի վրա ազդում են բարձր ճնշմամբ, այն կամ ազատվում է մտրակներից կամ ներձգում է դրանք մեմբրանի տակ։ Ցիտոպլազմայի միկրոխողովակները տրոհվում են մինչև տուբուլինի դիմերներ, իսկ երբ բջիջը վերադառնում է նպաստավոր պայմաններ, նկատվում է մտրակների կառուցվածքի վերականգնում։ Սկզբում ցիտոպլազմայի մեմբրանամերձ հատվածում տեղայնանում է բազալ մարմնիկը, հետագայում նրա ապիկալ ծայրից սկսում է աճել մտրակը։ Այս գործընթացը բավականին արագ է կատարվում, ընդ որում օգտագործվում են բջջի տուբուլինի պաշարները և մի շարք լրացուցիչ սպիտակուցներ։ Մտրակը վերականգնում է բազալ մարմնիկի կողմից հարուցված ինքնահավաքման միջոցով։ Քիմիական առումով աքսոնեմը և բազալ մարմնիկը բաղկացած են տուբուլին, դինեին և նեքսին սպիտակուցներից։ Եթե միկրոխողովակների դուպլետներից հեռացնենք դիենինը, ապա աքսոնեմը կկորցնի շարժման ունակությունը։ Այսպես կոչված դինեինի բռնակները կազմված են շարժողական սպիտակուց դինեինից։
Նրանք ամրանում են պերիֆերիկ դուպլետների A կիրոխողովակներին և ուղղված են դեպի B միկրոխողովակները։ AF-ի հիդրոլիզի միջոցով DNA-ի մոլեկուլն ունակ է կոնֆորմացիայի հետադարձ փոփոխության, ինչի հաշվին B միկրոխողովակին ուղղված բռնակեծայրը տեղաշարժվում է, ապահովելով աքսոնեմի պերիֆերիկ դուպլետների սահող շարժումը մեկը մյուսի հանդեպ։ Անջատված թարթիչների հետ փորձերում, երբ բացակայում էին թարթիչների պլազմային թաղանթները, շառավղային ճաղերը և այլ տարրերը, աքսոնեմները երկարում էին համարյա 9 անգամ, միաժամանակ բարակելով։ Բնական պայմաններում, երբ թարթիչը պարունակում է բոլոր կառուցվածքային տարրերը և միկրոխողովակների դուպլետները կապված են միմյանց և միկրոխողովակների կենտրոնական զույգի հետ, դուպլետների սահող շարժումները հանգեցնում են ոչ թե թարթիչի երկարելուն, այլ նրա թեքվելուն։ Պետք է նշել, որ մինչ օրս պարզված չէ, թե ինչպես է կարգավորվում աքսոնեմի դուպլետների մեկը մյուսի հանդեպ տեղաշարժվելու հերթականությունը։ Սաղմնային հյուսվածքներում, հատկապես զարգացման վաղ փուլերում, բջիջները կապված են միմյանց հետ շնորհիվ բջիջների մակերեսների սոսնձվելու, կպչելու հատկության։ Դա ապահովում է պլազմային թաղանթների, գլիկոկալիքսի և լիպոպրոտեիդների փոխազդեցությամբ։ Այնուամենայնիվ, սաղմնային բջիջների նմանատիպ սոսնձման դեպքում հարևան բջիջների պլազմային թաղանթների միջև մնում է 20 նանոմետր լայնությամբ ճեղք, որը լցված է գլիկոկալիքսով։ Բազմաբջիջ կենդանիների հյուսվածքներում բջիջների միացումը իրականանում է միջբջջային կոնտակտների շնորհիվ։ Սրանք առավել լավ են արտահայտված սահմանային ծածկույթային հյուսվածքներում, էպիթելներում։ Դիտարկենք այդ կոնտակտների հիմնական տեսակները։ Պարզ կոնտակտի հիմքում ընկած է բջիջների ադհեզիայի սոսնձվելու, իրար կպչելու հատկությունը։ Վերջինս պայմանավորված է հարևան բջիջների պլազմային թաղանթների փոխազդեցությամբ։ Միանման բջիջների միակցումը կատարվում է շնորհիվ տրանսմեմբրանային գլիկոպրոտեիդների, անմիջական կապն իրականանում է սպիտակուցների միջոցով։ Ադհեզիվ սպիտակուցների միջև փոխազդեցությունը կարող է լինել հոմոֆիլ, հարևան բջիջները կապված են միմյանց հետ միանման մոլեկուլների միջոցով, կամ հետերոֆիլ, ադհեզիային մասնակցում են հարակից բջիջների տարբեր տիպի սպիտակուցները։ Ներկայումս ամենահայտնի սպիտակուցներից են կադհերինները, սելեկտինները և ինտեգրինները։ Պարզ կոնտակտի միջոցով է կապ ստեղծվում էպիթելային բջիջների մակերեսների մեծ մասի միջև։ Այս դեպքում իրար հարող բջիջների պլազմային թաղանթների միջև մնում է 15-ից 20 նանոմետրանոց տարածություն, որը լցված է գլիկոկալիքսով։ Ցիտոպլազմայի կողմից պարզ կոնտակտի գոտում հատուկ լրացուցիչ կառույցներ չեն ձևավորվում։ Պարզ կոնտակտն ապահովում է բջիջների թույլ մեխանիկական կապը, որը չի խոչընդոտում միջբջջային տարածություններում նյութերի փոխադրմանը։ Երկրորդ տեսակը ատամնավոր կոնտակտն է, կողպեքը։ Իրենից ներկայացնում է մեկ բջջի պլազմային թաղանթի արտափքումը մյուս բջջի ներփքման մեջ։ Միջմեմբրանային տարածությունը և ցիտոպլազման կողպեքի մասում ունեն նույն բնութագիրը, ինչ որ պարզ կոնտակտի դեպքում։ Կողպեքը բնորոշ է էպիթելներին, այն ապահովում է հարևան բջիջների շփման ավելի մեծ մակերեսը և ավելի ամուր մեխանիկական կապը։ Երրորդ տեսակը ժապավենային դեսմոսոմա բարդ միջբջջային կոնտակտի տեսակ է։ Բարդ միջբջջային կոնտակտները երկու հարևան բջիջների պլազմային թաղանթների ոչ մեծ մասնագիտացած զույգ հատվածներ են։ Ժապավենային դեսմոսոմը բնորոշ է աղիների, երիկամային խողովակների, գեղձերի ծորաները պատող էպիթելներին։ Այն հանդիպում է հարթ մկանային հյուսվածքներում, սրտամկանի բջիջներում։ Ժապավենային դեսմոսոմի հատվածում մեջմեմբրանային տարածությունը լայնացած է մինչև 25-ից 30 նանոմետր և լցված է սպիտակուցային բնույթի խիտ պարունակությամբ։ Ցիտոպլազմայի կողմից այդ հատվածում երևում է 7 նանոմետր հաստությամբ բարակ միկրոֆիլամենտների կուտակում, որոնք ունեն ցանցի տեսք և խորանում են մինչև 0,3-ից 0,5 միկրոմետր։ Նշված միկրոֆիլամենտներն ակտինային են, կոնտակտի հատվածն աչքի է ընկնում էլեկտրոնային մեծ խտությամբ։ Չորրորդ տեսակը հոծ փակվող կոնտակտն է։ Իրենից ներկայացնում է երկու հարևան բջիջների պլազմային թաղանթների մի հատված, որտեղ նրանց արտաքին շերտերը առավելագույն չափով մոտեցած են։ Էլեկտրոնային մանրադիտակով այս կոնտակտը երևում է որպես եռաշերտ, քանի որ երկու թաղանթների արտաքին օսմիոֆիլ շերտերը կարծես միաձուլվում են, կազմելով մեկ ընդհանուր 2-ից 3 նանոմետր հաստությամբ շերտ։ Ընդ որում, մեմբրանների միաձուլումը կատարվում է ոչ թե հոծ կոնտակտի ողջ մակերեսով, այլ մեմբրանների կետային ձևով հպված հատվածներով։ Մեմբրանների այդպիսի կետային հպումներն առաջանում են պլազմալեմի ինտեգրած սպիտակուցների հաշվին։ Թվում է հարևան բջիջների մեմբրանների կոնտակտի հատվածում կարված է մասնագիտացած սպիտակուցներով, այս կոնտակտը բնորոշ է աղիքային և գեղձային էպիթելներին։ Հինգերորդ տեսակը ճեղքային կոնտակտները մասնակցում են բջիջ-բջիջ քիմիական նյութերի անմիջական փոխադրմանը։ Ճեղքային կոնտակտում երկու հարևան բջիջների պլազմային թաղանթների միջև տարածությունը կազմում է 2-ից 4 նանոմետր, իսկ կոնտակտը կրող 0,5-ից 3 միկրոմետր տրամագծով հատվածներում տեղայնացած են 7-ից 8 նանոմետրանոց մասնիկներ։ Այդ մասնիկները կոչվում են կոնեքսոններ։
Եվ իրենց կենտրոնում ունեն 1,5-ից 2 նանոմետր լայնությամբ անցուղի։ Յուրաքանչյուր կոնեքսոն բաղկացած է կոնեքսին սպիտակուցի 6 ենթամիավորումներից։ Ճեղքային կոնտակտի հատվածում երկու հարևան բջիջների կոնեքսոնները ճշգրիտ տեղայնացած են դեմ դիմաց, առանձին կոնեքսոնները ծայրից ծայր հատում են պլազմային թաղանթը։ Այսպիսով, հարևան բջիջների կոնեքսոնների կենտրոնում գտնվող անցուղիները համակնում են առաջացնելով մեկ ամբողջական խողովակ։ Փաստորեն կոնեքսոնները խաղում են անմիջական միջբջջային անցուղիների դեր, որոնցով դիֆուզիայի միջոցով բջիջից բջիջ են անցնում իոնները, ամինաթթուները, նուկլեոտիդները և այլ ցածր մոլեկուլային միացություններ, ինչպես նաև էլեկտրական ազդակները։ Պարզվել է, որ կոնեքսոնները կարող են կրճատվել, փոխելով խողովակի տրամագիծը և կարգավորվելով մոլեկուլների միջբջջային փոխադրումը։ Սրտի միոկարդի բոլոր մկանային բջիջները կապված են ճեղքային կոնտակտներով, ինչը պայմանավորում է ահռելի թվով բջիջների համար սինխրոն կծկումը։ Հետաքրքրական է, որ սրտամկանի սաղմնային կուլտուրայում բջիջները սկզբնական շրջանում կրճատվում են իրարից անկախ և տարբեր հաճախականությամբ։ Միայն ճեղքային կոնտակտների առաջանալուց հետո են բջիջները սկսում կծկվել համաժամանակ, որպես բջիջների միասնաբար կրճատվող շերտ։ Նույն ձևով է ապահովում արգանդի պատիհարթ մկանային բջիջների համատեղ կծկումը։ Փորձերը ցույց են տվել, որ ճեղքային կոնտակտի աշխատանքը կախված է բջջում կալցիում իոնների մակարդակից։ Բնականon վիճակում բջիջ ցիտոպլազմայում կալցիումի խտությունը շատ ցածր է։ Երբ կուլտուրայի բջիջներից մեկին ներարկում են կալցիում իոններ, ապա սպասվածին հակառակ հարևան բջիջներում կալցիումի քանակը չի ավելանում։ Պատճառն այն է, որ բջիջների միջև կապը խզվում է, նրանք դադարում են անցկացնել էլեկտրական ազդակներ և ներկանյութեր։ Որոշ ժամանակ անց, երբ ներարկված կալցիումը կուտակվում է միտոքոնդրիումներում, ճեղքային կոնտակտների կառուցվածքը և գործառույթները վերականգնվում են։ Այսպիսով, կենդանի հյուսվածքներում մեկ բջջի վնասումը չի անդրադառնում մյուս բջիջների վրա, քանի որ ճեղքային կոնտակտները դադարում են աշխատել որպես միջբջջային դիֆուզիոն անցուղիներ։ 6-րդ տեսակը սինապսային կոնտակտն է։ Սինապսը բնորոշ է նյարդային հյուսվածքին։ Այն հանդիպում է ինչպես նեյրոնների միջև, այնպես էլ նեյրոնների և այլ բջջի, որը ռեցեպտոր է կամ էֆեկտոր, օրինակ նյարդամկանային վերջավորությունը։ Սինապսը երկու բջիջների կոնտակտի հատված է, որը մասնագիտացած է գրգռման կամ արգելակման միակողմանի հաղորդման մեջ։ Սինապսներն առաջանում են նյարդային բջիջների ելուստների, դենդրիտների և աքսոնների տերմինալ հատվածներում։ Միջնեյրոնային սինապսը տանձաձև լայնացած է։ Սինապսային կոնտակտի մեջ մտնող բջիջների մեմբրանները բաժանված են սինապսային ճեղքով, որն ունի 20-ից 30 նանոմետր լայնություն։ Հաճախ այն լցված է մանրաթելային զանգվածով։ Այդ միկրոֆիբրիլներն ուղղահայաց են մեմբրաններին։ Սինապսի արդյունքում առաջանում է նախասինապսային մեմբրան և իմպուլս ընկալող ետսինապսային մեմբրան։ Նախասինապսային մեմբրանի շրջանում ցիտոպլազմայում առկա են մեծ քանակով մանր վակուոլներ, սինապսային բջջեր, որոնք լցված են մեդիատորներով։ Նեյրոմեդիատորները կենսաբանորեն ակտիվ միացություններ են, որոնք սինթեզվում են նեյրոններում և ապահովում են նյարդային գրգռի հաղորդումը սինապսներում։ Նրանց միջոցով էլեկտրական իմպուլսը փոխանցվում է սինապսային ճեղքով մեկ նյարդային բջջից մյուսին կամ նեյրոնից մկանային հյուսվածքին։ Նյարդային իմպուլսի անցնելու պահին սինապսային բջջերն իրենց պարունակությունն արտազատում են սինապսային ճեղքի մեջ։ Մեդիատորը կապվում է ետսինապսային մեմբրանի ռեցեպտորային սպիտակուցների հետ, առաջ բերելով կենսաքիմիական ռեակցիաների շղթա։ Արդյունքում փոխվում է իոնների տրանսմեմբրանային հոսքը։ Դա հանգեցնում է մեմբրանի ապաբևեռացմանը և գործողության պոտենցիալի առաջացմանը։ Նեյրոմեդիատորները դասվում են ամինաթթուների, պեպտիդների կամ մոնոամինների խմբերին։ Պետք է նշել, որ ետսինապսային մեմբրանը հաճախ երևում է սովորական մեմբրանից հաստ, քանի որ այդ մասում ցիտոպլազմայի կողմից կուտակվում են բազմաթիվ բարակ ֆիբրիլներ։ Ապացուցված է, որ սինապսները բացի նյարդային գրգռի փոխանցման գործառույթից, ապահովում են երկու փոխներգործող բջիջների մակերեսների անքակտելի միացումը։ 7-րդ տեսակի կոնտակտն են պլազմոդեսմանները։ Բնորոշ են բուսական բջիջներին։ Դրանք բարակ խողովակավոր ցիտոպլազմային ձգաթելեր են, որոնք ծածկված են մեմբրանով և կապ են ստեղծում երկու հարևան բջիջների միջև։ Այդ խողովակների տրամագիծը կազմում է 20-ից 40 նանոմետր։ Նրանց պատող մեմբրաններն անմիջականորեն միաձուլվում են հարակից բջիջների պլազմային թաղանթների հետ։ Սովորաբար ձևավորված պլազմոդեսմանների լուսանցքում հայտնաբերվում է բարակ գլանաձև կառույց, որը կոչվում է դեսմոտուբուլա։ Այն իրենից ներկայացնում է երկու հարևան բջիջների էնդոպլազմային ռետիկուլումների տարր, որը չընդհատվելով անցնում է պլազմոդեսմի մեջ և միավորվում է հարևան բջիջների էնդոպլազմային ցանցերի խոռոչները։ Պլազմոդեսմանները հատում են հարևան բջիջների համար ընդհանուր բջջապատը։ Այսպիսով նրանք միավորում են հարակից բջիջների հիալոպլազմանները։ Պլազմոդեսմաններն առաջանում են բուսական բջջի բաժանման ժամանակ, երբ կառուցվում է երիտասարդ բջջի առաջնային թաղանթը։ Նոր բաժանված բջիջների պլազմոդեսմանների քանակը շատ մեծ է՝ մինչև 1001 բջջի հաշվով։ Բուսական բջջի հասունացմանը և ծերացմանը զուգընթաց նրանց քանակը նվազում է, քանի որ բջջապատի աստիճանական հաստացման պատճառով պլազմոդեսմանների մի մասը պատռվում է։ Պլազմոդեսմաններով տեղաշարժվում են լուծույթները, իոնները, լիպիդային կաթիլները և վիրուսները։
Ինչպես կորիզավորների, այնպես էլ նախակորիզավորների վերնամեմբրանային կառուցվածքային տարրերը բավականին բազմազան են քիմիական բաղադրության, պլազմալեմի հետ փոխներգործության բնույթով և ֆունկցիոնալ նշանակությամբ։ Նախակորիզավորները և բուսական բջիջներին արտաքինից պատված են բազմաշերտ բջջաթաղանթով, բջջապատով։ Բջջապատը ձևավորվում է պլազմային թաղանթից դեպի դուրս և հանդիսանում է բջջի կենսագործունեության արդյունք։ Նրա բաղադրամասերը սինթեզվում են բջջի կողմից, արտազատվում ցիտոպլազմայից և հավաքվում բջջից դուրս պլազմային թաղանթին կից, բարդ կոմպլեքսների ձևով։ Բջջապատը կարելի է համեմատել երկաթբետոնի հետ։ Բետոնը մատրիքսն է, որի մեջ ընկղմված են երկաթե ձողերը։ Միայն այս դեպքում ամուր բետոնի փոխարեն լցնող նյութը մածուցիկ է և առանցքական։ Պոլիսախարիդային բջջապատերը ամբողջովին թափանցելի են ջրի, աղերի և բազմաթիվ օրգանական մոլեկուլների համար։ Եթե բջջապատը ըստ կատարելիք գործառույթի պիտի լինի ամուր և անջրաթափանց, ապա նրա մատրիքսում լրացուցիչ ձևով կուտակվում են աղեր, լիգնին, կուտին և այլ միացություններ։ Բջջապատը ոչ միայն կմախքային և պաշտպանական դեր է կատարում, այլև ապահովում է բջջի տուրգորային հատկությունները։ Եթե կենդանու օրգանիզմից անջատենք ցանկացած բջիջ և տեղադրենք ջրի մեջ, ապա բջիջը կուռչի և ի վերջո նրա թաղանթը կպատռվի։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ բջջի ներսում աղերի և օրգանական մոլեկուլների խտությունն ավելի մեծ է, քան մաքուր ջրում։ Հետևաբար ջուրն օսմոսի եղանակով անցնում է բջջի մեջ, ի վերջո հանգեցնելով պլազմային թաղանթի պատռվելուն։ Կենդանու օրգանիզմում նկարագրվածը տեղի չի ունենում, քանի որ ներքին միջավայրի հեղուկներում աղերի և օրգանական նյութերի խտությունը մոտ է ցիտոպլազմայի այդ ցուցանիշներին։ Քաղցրահամ ջրերում ապրող միաբջիջների մոտ մշտապես գործում է կծկուն վակուոլը, որը հեռացնում է հավելվածուկային ջուրը ցիտոպլազմայից, իսկ ահա եթե ջրի մեջ տեղադրենք բակտերիաների կամ բույսերի բջիջներ, ապա դրանք անփոփոխ կմնան, քանի դեռ առկա է նրանց բջջապատը։ Եթե բջջապատերը քայքայենք ֆերմենտների ներգործությամբ, ապա բջիջները կուռչեն և պլազմալեմը կպատռվի։ Բուսական բջիջները զուրկ են կծկուն վակուոլներից, և ջրի ներթափանցմանը զուգընթաց առաջանում է ներքին տուրգորային ճնշում։ Հետևաբար բնական պայմաններում բջջապատը հակազդում է բուսական բջջին բնորոշ տուրգորային ճնշմանը, խոչընդոտում է ջրի հետագա ներթափանցմանը, թույլ չտալով, որպեսզի նոր պլազմալեմը պատռվի։ Բջջապատը բաղկացած է ամորֆ առանցքական մատրիքսից, գելից, որը հագեցած է ջրով և ցելյուլոզային ֆիբրիլների հենարանային համակարգից։ Մատրիքսը բաղկացած է պոլիսախարիդներ հեմիցելյուլոզներից և պեկտինային նյութերից։ Մատրիքսը առանցքական զանգված է, որն ամրանում է ցելյուլոզի ֆիբրիլներով։ Գլյուկոզի մնացորդների թիվը ցելյուլոզի մեկ մոլեկուլում կազմում է 300-ից 3000-ը։ Բջջաթաղանթում ցելյուլոզի մակրոմոլեկուլները դասավորվում են իրար զուգահեռ, ընդ որում ցելյուլոզի թվով մոտավորապես 36 մոլեկուլները խմբավորվում են, առաջացնելով միկրոֆիբրիլներ, մանրագույն թելիկներ, որոնք թաղանթի հենքն են կազմում։ Միկրոֆիբրիլները չեն հարում միմյանց, նրանց արանքները լցված են պեկտինային ամորֆ միացություններով։ Միկրոֆիբրիլների միջև 400 հատանոց խմբերը կազմում են մակրոֆիբրիլների թելիկներ կամ թիթեղներ, որոնք հանդիսանում են բջջապատի կազմավորման ամենաբարձր մակարդակը։ Տարբեր թաղանթներում ցելյուլոզի և հեմիցելյուլոզների հարաբերակցությունը տարբեր է։ Առաջնային թաղանթների 4 քաշի 60%-ից ավելին կազմում են մատրիքսը և մոտ 30%-ը ցելյուլոզը։ Գրեթե ողջ ջուրը կապված է հեմիցելյուլոզի հետ։ Չփայտացող երկրորդային թաղանթներում, կտավատի լուբային թելիկներում, բամբակենու սերմնամաշկի մազիկներում ցելյուլոզի պարունակությունը կարող է հասնել 90-ից 95%-ի։ Չոր բնափայտում այն կազմում է զանգվածի 50%-ը։ Եթե բջջաթաղանթը տուրգորվում է լիգնինով, տեղի է ունենում թաղանթի փայտացում, և նրա ամրությունն աճում է։ Լիգնինը, ինչպես և հանքային միացությունները, կուտակվում է մատրիքսում։ Բջջաթաղանթի մակերեսին կարող են կուտակվել կուտին և մոմ։ Մոմային շերտը անջրաթափանց է, ուստի նվազեցնում է տրանսպիրացիան։ Հաճախ բջջաթաղանթները ենթարկվում են սուբերինացման, այն առավել հաճախ թիթեղի ձևով հայտնաբերվում է երկրորդային թաղանթում կամ առաջնային և երկրորդային թաղանթների սահմանային շերտում։ Միտոզի վերջում մայր բջջի հասարակածային հատվածի կենտրոնում հայտնվում են բազմաթիվ մանր մեմբրանային բշտիկներ, որոնք սկսում են միաձուլվել։ Այսպես առաջանում է բջջային թիթեղը, որն աճում է կենտրոնախույս ուղղությամբ և ի վերջո միաձուլվում է բջջի կողային մակերեսների պլազմալեմի հետ։ Հետագայում բջջային թիթեղը որոշակի փոփոխություններ կրելով դառնում է միջնային թիթեղ, որն ընդհանուր է երկու դուստր բջիջների համար։ Արդեն իսկ աճի վաղ շրջանից բջջային թիթեղը բաղկացած է 3 շերտերից՝ կենտրոնական, դա միջնային թիթեղն է, և 2 պերիֆերիկ շերտերից, որոնք երիտասարդ դուստր բջիջների առաջնային թաղանթներն են։ Եթե միջնային թիթեղը մայրական բջջի ակտիվության արդյունք է, ապա առաջնային թաղանթներն առաջանում են երիտասարդ դուստր բջիջների պրոտոպլաստների կողմից հեմիցելյուլոզների արտազատման և ցելյուլոզի ֆիբրիլների սինթեզի հաշվին։
Մատրիքսի նյութերը սինթեզվում են Գոլջի ապարատի կողմից և էկզոցիտոզի միջոցով արտազատվում պլազմալեմի միջով։ Բջջի պլազմային թաղանթի վրա հատուկ ֆերմենտների մասնակցությամբ տեղի է ունենում ցելյուլոզային ֆիբրիլների սինթեզը և պոլիմերացումը։ Հետագայում բջջապատի հաստացումը ավելի ստույգ միջբջջային բջջապատի տեղի է ունենում երկու դուստր բջիջների ակտիվության հաշվին, որոնք երկու հակառակ կողմերից նորանոր շերտերով հաստատում են ընդհանուր բջջապատը։ Այսպիսով, բջջաթաղանթի հին շերտերը գտնվում են նրա կենտրոնական մասում, իսկ երիտասարդները երկու դուստր բջիջներին կից։ Այսպես աստիճանաբար կառուցվում է երկրորդային թաղանթը, որը հաղորդում է բջջին նրա վերջնական ձևը։ Առաջնային թաղանթում ցելյուլոզի ֆիբրիլները դեռևս քիչ են, դրանք բջջի ապակա երկայնակի առանցքին ուղղահայաց են տեղայնացած։ Ավելի ուշ բջջի երկարաձգման շրջանում ֆիբրիլների կողմնորոշումը փոխվում է, և ի վերջո դրանք դասավորվում են բջջի երկայնակի ուղղությամբ։ Առանցքին քիչ թե շատ զուգահեռ։ Բջջապատում ֆիբրիլների կողմնորոշման աստիճանական փոփոխումը հնարավոր է շնորհիվ մատրիքսի դոնդողանման բնույթի։ Հետագայում, երբ թաղանթի մատրիքսը տուրգորվում է լիգնինով, ֆիբրիլների շարժունությունը խիստ նվազում է, թաղանթը դառնում է հոծ, ամուր, փայտացած։